Գինեգործությունից PR, խոհարարությունից խմիչքներ, ռեստորանային հյուրանոցային սննդի արտադրության ոլորտի մասնագետները Գաստրոքեմփ Կապան 2025 նախագծի շրջանակում տարբեր ուղղություններով երրորդյա դասընթացներ են անցկացնում Կապանում։ Նպատակը մարզկենտրոնը ռեստորանային բիզնեսի ու համեղ խոհանոցի կենտրոն դարձնելն է։ Ըստ փորձագետների ոլորտն ունի նրբություններ, որոնք յուրաքանչյուր բիզնեսմեն պետք է հաշվի առնի։ Լինելով կին, լինելով մայր, ունենալով տանը բավականին շատ գործեր, դու կարող ես նաև լինել բիզնեսմեն, ոչ թե մեկ, այլ նույնիսկ 4 սրճարանի, եւ դա իսկապես հնարավոր է։ Իմ այսօրվա ելույթը նրա մասին է ինչպես ստեղծել բիզնես զրոյից, ինչպես բոլոր փուլերով անցնել եւ ինչպես հաղթահարել դժվարությունները։ Սննդի լուսանկարչի կողմից արված աշխատանքը պետքա գրագետ լինի, այսինքն սննդի ոլորտի մեջ ինքը պետքա հմտություններ ունենա, սնունդից հասկանա, կիսով չափ նաև փոխաբերական իմաստով խոհարար լինի։ Այդ դեպքում արդեն շանսերը բավականին շատանում են, որ իր կողմից արված աշխատանքը բավականին գրագետ կլինի։ Ծանոթանալով ժամանակակից միտումներին, նոր այցելուներ ներգրավելու գործիքակազմին մասնակիցները ձեռք կբերեն նոր գիտելիքներ ու հմտություններ։ Շուրջ 1 տարի է նախագիծը ներկայացնում է Կապանի զբոսաշրջային եւ բիզնես գրավչությունը, իրականացնելով համայնքային զարգացմանը միտված գաստրոմիջոցառումներ, ներգրավելով ոլորտի համայնքային եւ միջազգային մասնագետներին։ Գաստրոքեմփ Կապան նախագծի համահիմնադիրները դիտարկում են Կապան քաղաքը որպես մեծ ներուժով բիզնես կենտրոն դառնալու հոյակապ քաղաք եւ այս քաղաքի հնարավորությունները զարգացնելու համար մենք կարևորում ենք հոռեկա ոլորտի զարգացումը։ Հոռեկա ոլորտը ունի որոշակի թերություններ, որոնք դասընթացների, վարպետաց դասերի, մասնագետների խորհրդատվությունների միջոցով հնարավոր է վերացնել եւ այդ թերությունները շրջանցելով, այդ թերությունները հաղթահարելով մենք կարող ենք նոր զբոսաշրջիկներ եւ նոր բիզնես կապեր բերել քաղաք։ Նախապես գրանցված 90-ից ավելի մասնակիցներ են ներգրաված դասընթացներին, որոնց խոսքով այս ամենը կօգնի բարելավելու իրենց բիզնեսը։ Տեղի հյուրընկալության ոլորտը շատ բացեր ունի, բայց եթե սիրում ես խոհանոցը, ապա այն հաջողության կբերի թե նորեկին, թե փորձառու մասնագետին։ 20 տարվա հուշագործության փորձ ունեմ, ինչին որ հասել ենք այսօրվա դրությամբ, որ մեր ապրանքները շատ սիրված են Կապանում, բայց այդ ամեն ինչը հասնում է շատ երկար աշխատանքի շնորհիվ ու այդ ամեն ինչի մեջ կան նաև դժվարություններ կադրերի տեսակետից հիմնականում, քանի որ չունենք դպրոց, քանի որ չունենք վերապատրաստման վայրեր, հետևաբար այս ամեն ինչին հասնելը շատ ավելի երկար է տևում, որովհետև դու այդ ամեն ինչը հասնում ես քո սեփական փորձի շնորհիվ։ 23 տարի լինելով այս ոլորտում, ճիշտ մեծ խոչընդոտների առջև եմ կանգնել, բայց դեռ պայքարում եմ ու ինձ թվում է նման դասընթացները ոգեշնչում են մեզ, որ ավելի ու ավելի զարգանանք, մեծ պահանջարկ կա խոհարարների, որը պակասում է մեր մոտ։ Այդա որ շատ պակասում է, այս նախաձեռնությունը ինձ թվում է ողջունելի է, որ սովորեն ու սկսեն աշխատել։ Գինեգործությունը Հայաստանում հարուստ ավանդույթներ ունի։ Ավելի քան 6100 տարեկան խմիչքի պատրաստման մասին չի խոսել Վահան Գասպարյանը, այլ թե որքան կարևոր է նրա դերը գաստրոնոմիկ աշխարհում։ Գինու մասնագետը ժամանակը խնայելու համար Երևանից Կապան է եկել ինքնաթիռով ու դասախոսությունից զատ, նաև նշում է տպավորված է թռչնի բարձրությունից տեսած բնությամբ։ 45 րոպեն իրականում շատ կարճ ժամանակ է մերեն 5-6 ժամվա ճամփորդություն, որ կատարում ենք Երևանից մեքենայով, հա, Կապան, ու այդ ամենը ընդհանրապես տևել է 45 րոպե, շքեղ, հետաքրքիր ու դու չես հարցնում հասկանաս 45 րոպեն որտեղ է վերջան, որտեղ ուղակի նայում ես պատուհանից, ուղակի նայում ես, հպարտանում ես ու սպասում ես թե ուր ես գնալու։ Հունիսի 11-ից 15-ը տեղի կունենա հրավիրյալ շեֆ խոհարարների արշավ, որին բիզնես գործընկերներից զատ աջակցել է նաև Ծանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Նախագծի աջակիցներից է համայնքապետարանը։ Տնից տուն մտնելով նրանք փորձելու են ուսումնասիրել եւ գրի առնել բաղադրատոմսերը, ավանդական բաղադրատոմսեր, որոնք մեզ են հասել մեր տատիկներից։ Եվ այդ բաղադրատոմսերը նրանք մշակելով մատուցելու են 7 մելիքների ընթրիքը, այդ ընթրիքը լինելու է շատ հանդիսավոր, խուստուփի լանջերին։ Շատ կարևոր է, որ ներգնա տուրիզմի վրա ուշադրություն դարձնենք, մենք փոքր երկիր ենք, եւ շատ կարևոր է, որ
մենք մեր համայնքները լավ ճանաչենք եւ բոլորին ճիշտ ներկայացնենք Կապանը, Կապանի յուրահատկությունները, պատմամշակութային արժեքները եւ բոլորի համար բաց լինի եւ հասկանալի լինի, թե ինչ կարելի է տեսնել Կապանում, ինչ կարելի է համտեսել Կապանում, որոնք են Կապանի յուրահատկությունները եւ կարծում եմ հենց այս նախագիծը նաեւ կարեւոր է դրանով։ Կապանի պատմությունն ու մշակութային հարուստ ժառանգությունն ամբողջությամբ բացահայտված չեն եւ նախագիծը հարավային մայրաքաղաքին այլ տեսանկյունից դիտարկելու հնարավորություն կտա։ Հանքարդյունաբերական քաղաքում կարեւոր է նաեւ զբոսաշրջության զարգացումը, եզրափակում է Գորթ Թադևոսյանը։